մաքրման ճանապարհ չանցնելով այդպես մատերի արանքով է նայում ինքը այդ ամեն ինչին։ Իսկ մնացած պարագաներին, թե ինքը ինչեր է խոստանում, ինչեր կարա լինի, թոշակի բարձրացում կլինի եւ այլ եւ այլ։ Որևէ հավակնություններ չունեմ, բայց ես իրենից ավելի լավ ղեկավար կլինեի։ Մի քիչ թող ավելի լավ մտածի ինքը։ Իր տեղը չի դա։ Սարգսակը նաև այդ ճանապարհը, այսպես ասած, քարտեզով, որով հեղափոխի հեղացումից հետո ներկայացնում է զարգացումները, նշվում է, որ կաթողիկոսի տեղապահ ժամանակավոր կլինի, նոր կանոնագիրքը ընդունվի, ու արդեն այդ տեղապահի, այսպես ասած, թեկնածու Վազգեն Սրբազանի անունով շրջանակում, ինչ-որ մամուլում այդպիսի տեղեկություններ կան, ինքն է հավակնում, թե ինչպես կմեկնաբանեք, էլի։ Դա։ Եթե որևէ անձ սարկավակությունից հետո ընտրում է կուսակրոն ճանապարհ, բնական է արդեն իր ճանապարհին ինքը չի բացառում, որ կարող է օրերից մի օր դառնա ինքը ազգընտիր կաթողիկոս։ Ես չեմ կարող ասել հիմա հավակնություններ շատ ունի, թե չունի կոնկրետ մարդ, բայց վերադառնամ հաստատելով նախորդ խոսքը։ Որևէ իշխանություն ինքը չունի եկեղեցում, որևէ իշխանություն չունի, ինքը չի կարող այդ ամեն ինչը անել, դա իր իրավասություններից դուրս է, դրա համար ինքը կգնա սահմանադրության փոփոխության էլ, ամեն ինչ կփորձի քանդել, որպես ինքը տիրի, մի անգամ ոնց էր ասել ինքը, պապ թագավորին այլևս չեք սպանի, ես պապ թագավորի դեմ բան չունեմ, բայց ես հիմա տեսնում եմ մեկին, ով արդեն դուրս է եկել եկեղեցու դեմ, ինչքան էլ ինքը պատճառաբանի, այդ ինչ հավատացյալներ են, որ գնում են պատարագի եկեղեցում ծափ են տալիս։ Այսինքն իրենք ներկա են պատարագին, եթե հասկանում են պատարագի խորհուրդը, որ Աստված աներևույթ կերպով բազմած է Սուրբ Սեղանին, Աստված ներկա է, մեկ էլ գալիս է մեկը թիկնազորով, ու ժողովուրդը սպասելով ծափ են տալի այդ մեկին, այսինքն ինքը Աստծուց կարևոր էր ավելի։ Դեն մեկ ինչքան աղավաղումներ են կատարվում։ Մի հատ առաջին հայացքից նայում են, ասում են հել տեսե ուժ ունի, ոչ մի ուժ էլ չունի, ոչ մի ուժ, ամենաուժեղը դա Աստվածայինն է եւ բարոյականը։ Իսկ եկեղեցում այդ ազդեցություններ փորձել դնել կամ հոգեվորականներ կային, որ ասում էին վախի մթնոլորտ էր տիրում եկեղեցում։ Նաև ասում են, որ միջակայություններ կան, որոնք բարբերաբար եկեղեցական պրոցեսների մեջ եղել են։ Ես ինքս անձամբ որ Սրբազանից հարցրեցի 10 եպիսկոպոսի մեջ կան միջակայություններ, ասաց ոչ։ Ստացվում է եկեղեցու կողքին հավատարիմ մնացածներ են միջակայություններ։ Այսինքն միջարկությունները ոնց է բացատրվել։ Հստակ ասեմ, եթե ես հիմա ասեմ, որ խոսքը նրա մասին է, որ խմբավորումներ կամ ինչ-որ մի բաներ ձևավորվեն, հա, եթե դրա մասին է։ Հայտարարության մեջ է, որ հաճախ նախընտրաբար հոգևոր աստիճան են ստացել ու պաշտոնի կոչվել միջակայություններ, բարոյական կասկածելի վարքագիծ ունեցողներ, անարժաններ, կամակատարներ, սա 10 եպիսկոպոսի երկրորդ հայտարարությունից մեջ վերեց։ Իսկ իրենք մտնում են այդ թվարկվածների մեջ։ Գևորգ Սրբազանի կոնկրետ չէր տեսնում, որտեղ են տեսնում միջակայությունները։ Ես չեմ տեսել։ Ես իմ աչքով տեսել եմ, որ այն սարկավակը նույնիսկ, որ ըստ իմ պատկերացման այդ պահին դեռ պատրաստ չէր օծվելուց հետո ինքը այնպես է փոխվել դրական առումով, որ ես ասել եմ մեղա Աստծո, աստորեն ինքը պատրաստ էր, ես էի սխալ աչքով նայում։ Իսկ վախի մթնոլորտի համար բոլորն էլ այդ սրբազաններից բոլորն էլ ինձ գիտեն, իմ տարիների ծառայություն, այդ թվում մայրաթորում։ Որևէ մեկը կարող է ասել հրայր սարկավակը որևէ բանից վախեցել է, այդ ոնց է ես չեմ վախեցել, իսկ ուրիշների մոտ վախ ա եղել, թող սուտ բաներ չխոսեն։ Եթե իրենք տեսակով վախկոտ են, թող չասեն, որ եկեղեցում վախի մթնոլորտ է տիրում։ Սարկավակի հարցերով ուրեմն ձեզ
արդեն երևի հայտնի է, որ մայրաթորը ժամանակավորապես հետաձգեց եպիսկոպոսների ժողովը։ Երեք 10 եպիսկոպոսի երրորդ հայտարարությունն էր, որ ցավ էին արտահայտում, որ հետաձգվեց, ասում էին, որ պետք է բոլոր եպիսկոպոսներին հնարավորություն տրվել կանոնական իրենց տեսակետներն արտահայտել ու փաստարկել երկրը։ Ինչ է սա նշանակում, արդյոք այդ եպիսկոպոսալ ժողովում սպասվում է եպիսկոպոսների մեծ մասը, որ կբարձրացնի վեհապարի հրաժարականի հարցը եւ արդյոք հենց դրանով է պայմանավորված հետաձգումը։ Չէ, եկեք եզրակացություն անենք նրանից, ինչ որ ունենք մենք հիմա, քանի բարձրաստիճան հոգևորականը բացասական խոսել եւ քանիսն են, քանի անգամ ավելն են խոսել դրականով մայրաթորի եւ վեհապար հայրապետի մասին։ Չին եզրակացնել, որ կարող է այնտեղ ժողովի ժամանակ շատերը խոսեին, չէ։ Այսպես ասելու բան չի դա։ Լավ, դուք որպես բայց այդ սպազաններից մեկի Ջանթերի առաջնորդի քրեական գործը այսպես կարճել է 2023 թվականին գործը հարուցվել արդյոք սա խտրական վերաբերմունք չի եկեղեցականների հանդեպ այն դեպքում, երբ որ 4 հոգի նստածն ու անհայտ է թե այդ մարդիկ արդյոք կարելի է իրենց այսպես ասած հանցագործել են ինչ-որ գործեր, բայց այսօր մարդիկ մեղադրվում են մի բանի մեջ, բայց գործը կարծես այնպես արագ կարծում է, որովհետև ինչպես ասած ապաշխարել են, բայց Եթե նույնիսկ ինչ որ մի բան իրենք գտել են, ինչ որ մի փաստարկ, որ կարող են դրանով քրեորեն հետապնդվող արարք շանտաժ անել ու որոշել են դա կարճել այդ ամեն ինչը, որպեսզի իրենցով անեն այդ մարդկանց, ուրեմն ում հանդեպ որ այդ արարքը կատարվել է, այսինքն ներվել է, եթե ինչ որ մի բան եղել է, որը որ ներվել է, իրենք ավելի մեծ մեղքի մեջ ընկան։ Իրենք ընկան արդեն ուրացության մեղքի մեջ։ Դա արդեն իրենց պիտի հարցնեք։ Դուք շատ լավ եք աշխատում, շատ լավ եք գործում, լրագրողներդ, կտրուկ հարցեր եք տալիս, ինչի համար շնորհակալություն ձեր մասնագիտական ճանապարհում հմտանալու համար։ Հարցեր տվեք իրենց։ Հստակ հարցեր տվեք, թող հստակ պատասխանեն։ Բոլորին, ում որ ուզում եք։ Ով որ սրտով մաքուր է, սրտով մաքուր կմնա եւ մաքուր պատասխան կտա ձեզ։ Եվ դրանով կապրի ինքը։ Ով որ ձեր պատասխաններից խուսափեց կամ ինչ որ քողարկեց մի բան, ուրեմն մի բան ունի թաքցնելու։ Առաջ տեղեկություններ տարածվեցին, որ վեհապարի հրաժարականի պահանջին միացած Անուշավան սրբազաններ մեկնել Գերմանիա։ Ինչ է կարծում, սա պատահական էր, թե այնտեղ Փաշինյանի ծառայությունների մատուցելու համար որ համայնքի աշխատանքներ տանելու։ Անկեղծ ասում չգիտեմ։ Այդ ինֆորմացիան ես չէի նայել, որ նույնիսկ ինքը մեկնել է։ Չգիտեմ ինչի համար է մեկնել, եթե մեկնել է, չգիտեմ ինչ են պլանավորում։ Ընդհանրապես կոչս հայոց ազգին ժայռի պես ամուր կանգնեք։ Հələ խոշոր ալիքներ գալու են խփեն, ամուր կանգնենք, որպեսզի ազգին վնաս չտրվի։ Շնորհակալություն։